Ես հիմա ամեն ինչ անում եմ, որ գտնեմ Ինգային, բայց միշտ ամեն րոպե կասկածում եմ, որ Ինգան ուզում է, որ օգնեմ իրան, ինչ է եղել, անցյալ անգամ դու վտանգի մեջ էիր ու ինձ դիմեցիր, հիմա էլ նույնը կարող էիր անել, ինչի հանկարծ։ Գուցե ես սխալվում եմ, գուցե դու հիմա իրոք վտանգի մեջ ես, սպասում ես, որ մեկն ու մեկը կօգնի։ Ինչ անեմ, ոնց անեմ, որ հասկանամ, որ նա ճիշտ է։ Հիմա ամեն ինչ ես վարորդից է կախված, միակ հույսն է, որ ինչ-որ բան կասի, որ գոնե հետք կգտնեմ։ Տարիներ առաջ Ինգան այնքան անօգնական էր, խեղճ, մենակ, իսկ հիմա նա այդպիսին չէր, ուժեղ էր, կայացած։ Իմ մտքով երբեք չի անցել, որ մի օր վտանգի մեջ կընկնես։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, ինչ լինում է ինձ ասա, ախր ես երբ չեմ օգնել քեզ, ամեն անգամ էլ պատրաստ եմ եղել։ Ես էի, այն ժամանակ, որ ինձ դիմեց, որ օգնեմ, պետքա ստիպեի, որ պատմեր ամեն ինչ, ինչ եղել է, պետքա ստիպեի ու այսօր ինչ չէինք հասնի։ Ինգա, ախր էդ ինչ պատմություն է, դու ում հետ ես գործ բռնել, որ հիմա էլ։ Ես հաստատ շատ լուրջ բան եմ, սովորական բան չի, եթե քեզ գողացել եմ, ու եթե անգամ դու ինքդ ես փախել, երկու դեպքում էլ շատ լուրջ բան է եղել։ Գնում եք։ Այո, գնում եմ, դեից տեսություն մինչև երկուշաբթի։ Փաստորեն վաղը կիրակի է։ Չզգացի, թե շաբաթը ոնց անցավ։ Ես ու Լիլան դուրս են գալիս, մենք անդես ուղեցին տուն հասցնել։ Չէ, կարիքը չկա, ես կգնամ, պետք չի անհանգստանալ։ Չէ, դա մեզ համար բոլորովին նեղություն չի, չէ՞ Լիլի։ Բարև, աշխարհի ամենասիրուն մարդ։ Լավ ես։ Լավ եմ, դու գնալով սիրունանում ես ավելի։ Մերսի։ Հետո։ Գնանք։ Գնանք, բայց բան չունես ինձ ասելու, ինձանից բան չունես հարցնելու։ Չէ։ Հաստատ։ Էլի սկսեցիր։ Մարդ, ես ոչ մի բան չսկսեցի։ Ուղղակի ինձ հետաքրքրում է, բան չկա ասելու, չգիտեմ։ Չէ, ինչ պետք է լինի ասելու։ Մամատ քեզ բան չի ասել։ Իմ մամա։ Հա, Սուսան Ծյոտյան։ Մամայս անունը որտեղից գիտես։ Դե հիմա, գիտեմ։ Բան չի ասել քեզ։ Չէ, ինչ պետք է ասել։ Չտարօրինակ ես այսօր, ինչ-որ բան է եղել։ Նորմալ է, Դիմարիս ջան։ Բոլորի մամաներն են միշտ անհանգստանում են։ Պարզ է, մամայի անհանգստացել է, ուզում է իմանա իր աղջիկը ում հետ է, ոնց է, ինչի է ուժ գալի, հետո է այդ տղեն։ Ինչ ես ասում։ Մարիշ, երկնքից նոր չես իջել։
Չեմ հասկանում, ինչ ես խոսում։ Մարի ջան, տիպիկ հայկական իրավիճակ է։ Հայկական տարբերակներով մաման փորձել է իմանալ, թե ով եմ ես։ Չերես, խոսքը հասել է մեր հարևանին։ Հարևանից էլ խոսքը եկել ասել է ինձ։ Բայց ամենահետաքրքիրը գիտես որն էր, որ իմացածի ծաղից մեռել էի։ Չեմ հասկանում, ինչ կա այդտեղ ծիծաղելուն։ Լավ, Մարիշ, դարձրի համազգային հարց։ Մամայա հետաքրքրվել է։ Հասկանում ես։ Հա, հասկանում եմ, նորմալ է։ Հաստատ է։ Մարիշ, մամոտ բան չկա, հանգստացի միան։ Ոնց հանգստանամ, ինչ ես խոսում։ Մարիշ։ Մտքս հավաքի։ Գնանք։ Գնանք, Մարիշ։ Ճամոթա հիմա ինչ եմ անելու։ Կներես։ Մարիշ, ներողություն խնդրելու կարիք չկա ու ամոթի ոչ մի բան չկա, նորմալ է։ Մամատ հետաքրքրվել է ինձանով։ Հա, բայց այդ ճանապարհով, հա։ Դե հիմա, այ քեզ ման հայկական տարբերակ է, միշտ էլ տենց է լինում։ Ես դրա մասին ոչ մի բան չգիտեի։ Մարիշ, ես չեմ ասում, դու գիտես, ինձ խաբում ես կամ բան ես սպառում։ Նորմալ է, հա հանգստած մտքս թափ դուր։ Գնանք։ Թեզ մեզ մնանք ստեղ։ Մեկա։ Մեծ ժպտա։ Մեծ ժպտա, Մարիշ։ Լավ էլի։ Մարիշ, մատնա ինձ։ Մեծ ժպտա։ Գնացինք։ Այ հիմա հասկանում եմ ինչ ես այդքան ոգևորվել։ Կարծիքդ փոխել։ Հիմա արդեն ամեն ինչ հասկանում եմ։ Ինչ ամոթ է։ Այսօր ծանր օր էր, սարսափելի հոգնել եմ։ Արման դու հիմա ինձ տուն տար, դու էլ գնա տուն։ Կսպասենք։ Չէ, տանը կսպասենք, ես հասանելի կլինեմ ամեն րոպե, դու էլ եղի հասանելի, որովհետև հենց զանգեցին անմիջապես պետք է գնանք։ Լավ։ Չեմ ուզում ոչ մի րոպե կորցնել։ Պետք է ես զանգեմ բժշկին։ Չէ, կարիք չկա։ Կարող է չզանգի, կարող է մտածի առօտը ես կզանգեմ։ Ես նրան բացատրեցի, կհասկանա, որ երեխա կա մեջտեղը, շատ կարևոր է գործը։ Գնանք տուն։ Դե կարծես թե հասանք։ Շատ շնորհակալ եմ։ Դա ինչ ցտեսություն։ Աննան չի։ Աննասը, որ ուշանում եմ միշտ իջնում է բակում ասպասում։ Կբարևեք։ Եղավ, ցտեսություն։ Շնորհակալություն։ Դե ուր են գնում։ Ուր գնանք։ Այդտեղ։ Ոնց կասես։ Սպասի մի րոպե։ Փողից։ Սպասի։ Ինչ ես եկել։ Ինչ ես անել։ Դու հասկանում ես, թե ինչ ես տանել։ Խնդրում եմ։ Ես ձեր տուն եմ եկել։ Երետ ասեց, որ չես ուզում ես տեսնել, հա։ Նույնիսկ լսել չես ուզում մեր մասին։ Բա երեխան Լիլիա։ Դու ոնց կարողացար։